մարդից դուրս կգա։ Բայց այդպես դրանով էլ չի սահմանափակվում։ Մենք փորձելու ենք, արդեն մենք որպես մոտեցում սկզբունք նման տիպի է, այսինքն հասնել, տեսնել, որտեղ կօգնել։ Մենք կարծում ենք, որ ոստիկանությունը պետք է եւ ծառայություն մոտեցի եւ հանցագործություն բացահայտի։ Սա մեր ծառայության մոտեցման եւ խոնարհության ձևերից է։ Պարոն Գասպարյան, ես գիտեմ, որ հոգեբուժան տեղափոխված եք կնոջ հարցը ձեր ուշադրության կենտրոնում է, ինչ եք բարձել։ Ուշադրության կենտրոնում է բարձրված առայժմ այնքան է, որ բժիշկների միջնորդությամբ եւ դատարանի որոշմամբ նման փաստաթուղթեր, որի հիման վրա գտնվում են այնտեղ։ Մեզ խանգարեց այս աշխատանքային, չաշխատանքային օրերը, մեր համար չունես դա աշխատանքային է, եւ կարծում եմ, որ ամեն ինչ հսկողության տակ է, ոչ մի մտավախություններ չի կարող լինել, ես չեմ կարծում, որ մենք կհանդուրժենք անարդարությունը նման պարագաներով դա անընդունել։ Բայց ինչ եք կարծում, իդեալի հետ է իսկապես խնդիրներ եղել, որ նրան տեղափոխել։ Երբ ես կարծում եմ կամ ինձ թվում է, ես խաչակնքվում եմ։ Այս պարագայում ես որպես ոստիկանության պետ կարծիքներ, ենթադրություններ անել եմ ասած ոչ մասնակի, ոչ պրոֆեսիոնալ։ Պարոն Գասպարյան, Ներսես Նազարյանը այժմ ոստիկան է կադրերի ռեզերվ, հնարավոր է առաջիկայում տեսնենք նրան ինչ-որ պաշտոնի, գոնե այն մասով ինչ հրամաններ գիտեք։ Թողեք այդ տղային հանգիստ 10 տարի աշխատել է, թողեք մի քիչ հանգստանա։ Ոստիկանության համակարգում տեսնելու ենք իրեն։ Գոնե այն մասով ինչ հրամաններ դուք եք ստորագրում, այսինքն նախագահի հրամանով չէ, գոնե այդ պաշտոնների մասով։ Ես անկախատեսել եմ անձնավորությունը։ Մենք դա արդեն տեսել ենք։ Բայց եւ արդար։ Պարոն Գասպարյան, շատերը ասում են, որ վերահսկողության տակ եք վերցրել այսօր, որպեսզի երբս արմավիրցիները դուրս չգան բողոքին։ Հոգիս որպես կանոն ոստիկանությունը միշտ բոլոր երևույթները վերցնում է վերահսկողության տակ, որովհետեւ հավաքվում են պաշտոնատար անձիկ, հավաքվում են ժողովուրդ, հավաքվում են դիպկորպուսի ներկայացուցիչներ, ինչ եք կարծում։ Ապրիորի մոտակա։ Պարոն Գասպարյան, ողջունեցիք պարոն Ծառուկյանի հետ միմյանց, որտեղ լրատվամիջոցներում շատ է գրվում ձեր հակասության, հակամարտության մասին, նույնիսկ եկեղեցու օծմանը չգնալ։ Ես այն անձնավորությունը, որի հետ հակասության մեջ կարելի է մտնել։ Իսկ դուք ինչ եք կարծում, հակասություն կա ձեր մեջ, լարվածություն։ Հակասություն ուներ, ես ոնց էի բարև տալ։ Բարևել եք այսօր փաստորեն։ Այն էլ ոնց։ Ջերմ բավական։ Պարոն Գասպարյան, պատգամավորների շարքում գողական մտածելակերպը շարունակում է մնալ։ Այդ չեմ կարծում։ Ես կարծում եմ, որ եւ պատգամավորները, եւ հասարակությունը, եւ հատկապես դուք լրագրողները բավականին լավ ռեակցիա տվեցիք, ոնց է, ռեակցիան լավ արձագանքեցիք եւ կարծում եմ, որ մենք մի հիվանդություն այնուամենայնիվ մեր իսկ մեջ բժշկեցինք, խոսքը պատգամավորին է չէ միայն, խոսքը մեր բոլորինս այդ քաղաքական առումով ասում են գաղշ մթնոլորտ, մեր առումով ասում են կրիմինալ մթնոլորտ, լեքսիկոններ, բառապաշարար մտածելակերպ։ Ես կարծում եմ, որ դուք այստեղ լավ դեր խաղացիք այդ աղմուկը բարձրացնելով, ես կարծում եմ, որ մեզանից շատ-շատերը շտկվեցին։ Պարոն Գասպարյան, գնացել եք Սյունիք եւ Ղարաբաղ, կրիմինալի հարցը այնտեղ լուծեցիք, այդ գողական մթնոլորտը այնտեղ տեսաք, վերացրեցիք։ Ես շատ ավելի շատ եմ տեսնում, քան քաղաքացին, որովհետեւ մասնագիտական եմ, բայց ասեմ, մեր քաղաքացին, մեր ժողովուրդը միանգամից ընկալում է լավը, բարին, ճիշտը, ճշմարիտը, Ես կարծում եմ, որ մենք կարողացել ենք այնուամենայնիվ ինչ-որ մի բան փոխել մոտեցումների սկզբունքների մեջ։ Գոնե կարողացել ենք անպատժելիության մթնոլորտը դնել ուշադրության մեր կենտրոնում։ Գոնե մենք կարողացել ենք տարական մոտեցումները ոստիկանի քաղաքացու եւ քաղաքացի ոստիկան մեջ մենք կարողացել ենք եւ թվում է ինձ, որ մեր մոտ ստացվել է երկխոսությունը մեր իսկ մեջ քաղաքացու եւ ոստիկանի կրկնված եմ ասել, որ հասարակությանը հասկանալու համար
մենք ինքներս ոստիկաններս պետք է հասկանանք, որ մենք առաջին հերթին քաղաքացի ենք, հետո նոր ոստիկան, եւ եթե մեր մեջ չի երկխոսի քաղաքացին ու ոստիկանը, մենք հասարակությանը չենք հասկանա, հասարակությունը մեզ չի հասկանում։ Կարծում եմ մեր մոտ process-ը գնում է եւ կարծում եմ ինչ-որ բան մեր մոտ ստացվել է։ Ֆինիկում այդ գողական մթնոլորտը կար, օրինակ հատկապես Մարսպետի անունն է, չէ, շրջանառվում մի շարք միջադեպերի կենտրոնում է հայտնվել։ Լրատվական ծառայության պետը իմ կողքին է կանգնած, որին շատ լավ ճանաչում եմ։ Մենք շփում ենք ունեցել Մարսպետի հետ եւ ես կարծում եմ, որ լրատվության այդ ամփոփ կարծիքը եզրակացությունը, որ կար, այն ամենայնիվ կողված է եւ այդպես չի։ Մենք ուղղակի մի քիչ շատ չափազանցացնում ենք ամեն ինչ։ Այսինքն ինքը այդքան էլ գողական չի։ Ընդհանրապես գողական չի, ինքը Մարսպետ է։ Եվ հավատացեք իմ խոսքի, որ այդ այդպես է։ Մարսպետների մեջ չկա գողական։ Կարծում եմ ոչ, մեր պայմաններում չի կարող այդպեսի բան լինի, կարծում եմ ի սկզբանե չկա, իսկ ինչ վերաբերվում է անուններ կպցնելու մենք վատ սովորություն ունենք։ Հենց մի բան եղավ, իմանալով, չիմանալով մենք շարանը ենք։ Մաներա պետք չի դրան։ Պարոն Գասպարյան, շատ էր խոսում պարոն Աֆյանի պաշտոնանկության մասին, որը այդպես էլ չեղավ։ Ոչ, թեմա չկա։ Բայց իր որդին պաշտոնանկ եղավ, ի՞նչն էր պատճառը։ Իր որդին տեղափոխվում, կադրերի տեղափոխվել է կադրերի տրամադրության տակ։ Դա ոստիկանությունը, դա օրգանիզմ է եւ ակնկալում եմ, որ բուժվում է մեր ոստիկանությունը, առողջ օրգանիզմ է եւ այդտեղ հաճախակի փոփոխություններ են լինում, պետք չի կապել։ Ինչը նրա համար որ ազգանուն Աֆյանն է։ Չի ազդի հայրիկի աշխատանքի վրա։ Չէ, տակառակը ոչ հայրիկը կարող է ազդել զավակի աշխատանքի վրա, ոչ զավակը հայրիկի։ Պրոցեսները, որոնք անընդհատ տեղափոխում ենք, որպեսզի սովորություն չդառնա։ Ոստիկանը պետք է ամեն օր գնա աշխատանքի ոնց որ առաջին անգամ։ Ոստիկանի համար սովորությունն է դա դառնում, այդ սովորությունը բերում է իր բացասական բոլոր երևույթները։ Ես դրան դեմ եմ։ Ինչքան քիչ ուշ ընտելանան, այնքան երկար կաշխատեն։ Ոստիկանները չեն կարող ներգրավված լինեն, եթե դատարանի որոշում չկա։ Եթե դատարանի որոշում կա, ոստիկանները ընդհանրապես կատարում են իրենց ծառայական պարտականությունները։ Ի սկզբանե ասում եմ, որ ոստիկանական ոչինչ այդտեղ չկա, որովհետև արդեն ուսումնասիրություններ ունենք եւ հասկանում ենք ինչումն է։ Ուղղակի չենք կարող ինքնոջ հետ խոսել, հիվանդանոց գնալ, մեր մոտ հանգստանալը շատ են։ Կարծում եմ, որ վաղ արդեն մենք ավելի առարկայական կարող ենք խոսել։ Այս պարագայում հաստատքներով եւ այն երևույթներով ինչ որ կա, ամեն ինչ ոնց որ օրինական է, ոնց որ։ Բայց պետք է դա ուսումնասիրել, հասկանալ ինչ։ Դուք հնարավոր համարում եք, որ պարոն Նազարյանը նույնիսկ պաշտոնաթողությունից հետո որոշակի լծակներ ունենար համակարգում եւ Ես չեմ կարծում, որ այս երկրում այլ նման ոստիկանության պայմաններում ինչ որ մեկ ինչ որ լծակներ կարող է ունենալ։ Անհամեստ եմ ասեմ, իմ պայմաններում նման լծակներ չեն աշխատում եւ չեմ էլ կարծում, որ աշխատի երբևիցե։ Բացառում եք այսինքն, որ Այն էլ ոնց։ Սաստեկացեք, պապան ասում ամալյա լևնի նիսա շոքունգան չավ։ Արում գնաց։ Աջողա։ Ասպատ եզարում Իմ աղբոր տղանը 8 երեխայի մայր եմ, դար ռեգլամերը